Բարի օր սիրելի երոստաթիտող, այսօր պատրաստելու ենք հաջարով և պանչարեղենով և մսով փլավ, շատ համով, շատ հեշտ է պատրաստվում, իրականում գիտեմ, որ հաջարը մեր բոլոր հայերի կողմից շատ սիրված է, նամանավանդ հաջարով և սունգով և սոխով փլավը, որը իմ ֆեյվորիտներից է, դրա համար ես մշտապես փորձում եմ նոր հաջարով փլավներ հորինել ու էսի դրանցից է, որը ես շատ եմ սիրում, իր մեջ պանչարեղեն կա, ինքը շատ հարուստ է, շատ խորն է ու շատ համեղ է ու քանի որ մի քանի տեսակ պանչարեղեն եւ միշտ եւ հաջար կա, ինքը շատ սննդարար է։ Իսկ ոնց ենք պատրաստելու, սկզբում ամենաառաջ հնդկական բոբոկը կամ հնդկական ընկույզը պետքա խարգենք կամ կարմրացնենք ու հանենք ու հետո շարունակենք։ Բայց ոնց տեսնում եք, ստեղ արդեն միսը ունենք, կես կիլո կամ 500 գրամ, ունենք ստեղ ոլոր, ստեղ ունենք եգիպտացորեն, ստեղ ունենք սունկ, որը մարացնելու ենք, ունենք հնդկական բոբոկը կամ քաժոն, ստեղ ունենք ստեբղին, որը կտրատելու ենք, սոխը նորեն կտրատելու ենք, անշուշտ կարակը եւ ցիտաբդղից հետո օգտագործելու ենք տաբակելու։ Այսօր պատրաստելու ենք հաջարով եւ պանչարեղենով փլավ։ Մեզ հարկավոր է 2 բաժակ հաջար, մի բաժակ եգիպտացորեն, մի բաժակ սունկ, մի հատ կազար, մի հատ մեծ սոխ և մի քիչ ազատկեղ կամ մաղադանոս, մի բաժակ քաժո կամ հնդկական ընկույզ, 200 գրամ կարակ, քառորդ բաժակ ցիտաբդղից հետ, 500 գրամ աղացած դավարի միս։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ և դարչինի փայտիկ։ Եվ իհարկե հաջարը եփելու համար ջուր։ Ամենասկզբում ես ուզում եմ հաջարը, դե իհարկե մենք մարանիգի հաջարն ենք օգտագործում, մի հատ բացեմ լվանամ ու շարունակենք արդեն։ Երկու բաժակ լվանում ենք, հաջարը պատրաստ է, միսերնից պատրաստ է, արդեն կարող եք կամաց սկսել։ Ստեղ մարանիգի մի հատ էլ դարչին վերցնեմ, որ հետո մեզ հեշտ լինի, մի հատ փայտիկա պետք է ինձ, որպեսզի համ ու հոտ տա։ Ուրեմն, ունենք մեր կացան, իհարկե տոնյանայի կացաներն ենք օգտագործում, որակավոր, որը դագը չի գպնում ու ավելի համեղացնում է ճաշերը։ Սկզբում հնդկական բոբոկը կամ հնդկական ընկույզը պետքա տաբակենք։ Ու տաբակելու համար մեզ պետքա մի քիչ կարակ ու մի քիչ ցիտաբդղից հետ։ Ավելացնում եմ ցիտաբդղից հետ մի քիչ։ Իսկ ինչ ենք այսպես անում, որպեսզի կարակը չայրի։ Ոչ զեթ այրի, ոչ կարակը։ Հիմա պետքա խնդրենք մեր օպերատորներից մեկը պոտիկանա, որ հնդկական բոբոկը ավելացնի։ Հադիկ առ հադիկ դարձնեմ, որ սա հավասար կարմրեմ։ Դե ինչ, էսի վերցնում ենք, մեր հնդկական բոբոկները արդեն պատրաստ են։ Մի քիչ կարակ ավելացնում եմ։ Մի քիչ ցեթը
ու արդեն միսը։ Մաքսիմում մարացնում ենք միսը, մինչև որ արդեն տեսնենք լավ մանր է, ավելացնում ենք սոխը։ Դրա համար մի քիչ այս մարացնելուց հետո արդեն գրում եմ սոխը կտրատելու։ Ստեղ սոխն է։ Մի հատ կեղվում եմ շատ արագ ու կտրատում եմ։ Քիչ էլ ենք շարունակում, որ միսը մարացնենք, եթե չէ մարած, կամ եթե չէ մարված։ Հիմա պետք է կտրատենք գազարը։ Ավելացնում եմ գազարը։ Մի հատ խառնում եմ։ Ավելացնում եմ սև բաղբեղը, աղը, մի հատ խառնում եմ։ Ու արդեն դարչինի փայտիկը։ Արդեն տեսնում եմ, որ սոխը եւ գազարը մի քիչ սկսան եփելու, ավելացնում եմ եգիպտա ցորենը։ Հետո ավելացնում եմ բոլորը։ Իսկ հետո ավելացնում եմ սունկը։ Մի հատ լավ խառնում եմ, շարունակում եմ դավակել, նայեք ինչ ճոխ է արդեն, դեր հաճարը չի ավելացել։ Հիմա արդեն պետք է ավելացնեմ հաճարը։ Հիմա քանի որ հաճարը 2 բաժակ էինք ավելացրել, հիմա ավելացում եմ 4 բաժակ ջուր։ Եվ մի քիչ էլ ավել, որովհետև ինքը ունի հյուրեր իր հետ հաճարը։ Հիմա ավելացում ենք մի քիչ սև բաղբեղ։ Ու աղը։ Լավ խառնում եմ։ Իրականում կաժոն կամ հնդկական բոբոկը ես վերջում եմ ավելացնելու, հիմա թողելու եմ մի քիչ եփի ու վերջում կավելացնեմ։ Թողենք հանգիստ հաճարին եւ գնանք ստեղ մաքրենք սավայով, լվացվենք ու շարունակենք։ Դե ինձ սիրելիներս, ես մի քիչ կոֆե խմեմ, նայում եմ սեղանից ինչ կարամ սենց կոֆեի հետ համով ուտեմ, երևի ես սջուխներից կուտեմ, նորեն համ գա, որ տեր չեմ փորձած, չկարծեք տեր ամենը փորձել եմ, օրինակ կանաչը եւ դեղինը փորձել եմ, կարմիրը փորձել եմ,
Այնտեղ սրճակույն կա, սա կանտելու եմ, որ այն սրճակույնը վերցնեմ։ Շատ սորի լիլո։ Ահա ետ կշարենք։ Նույնը, որ պրոդյուսերը չնեղանա։ Անուշիկ շարեցի։ Իսկ ինչ ենք վերցրել։ Okay։ Ընգույզ, ընգույզով, այս կլասիկն է։ Բացում ենք։ Իրականում packaging-ն էլ սիրեցի։ Սենց շատ կոկիկ մաքուր է լինում։ Իրականում ամերիկահայերն էլ, որ գալիս են, կարող են վերցնել դանել։ Ստեղից է։ Մի հատ հոդին նայում ենք։ Դարչինի մեխագի համահոդը, oh my god, բրավո, սվիթնելլա, սիրեցի, կտրում եմ, ուտում եմ, բա ինչ եք մտածում, ես ճաշ սարկածա դենս ինչ եմ անելու, մեր սպոնսորների պերազներն եմ ուտում, բա ոնց համդեսեմ, եթե չհամդեսեմ չհավանեմ, մենք իրանց եթեր չենք տա, իմացեք, սա սամովա, Կոֆես ներքևը բահայրեմ չեմ կարողանում խմեմ, բայց ուզում եմ խմեմ։ Հեսա պլավը գվարի ես տեր ուդում եմ։ Շատ համով է։ Կարող եմ ինչ-որ սեզոնային աղցան պատրաստել, հաջարով պլավի հետ դալու, սենց սիմպլ, շատ պարզ պատրաստվող, ու ինչ ունենք, ես մեկ էդրոբեին ես ինչ ունեմ սարնարանում, դենց բաներ եմ պատրաստում, հիմա նայում եմ, մեր զամբուղի մեջ կա բուլգարական բղբեղ, վարունգ, լոլիկ, ես կարող եմ մի հատ կանաչ բղբեղ վերցնել, մի հատ լոլիկ վերցնել, ու պատրաստել բղբեղով լոլիկով աղցան, բայց սրանց վրա կավելացնեի սխտոր, հիմա սխտորը սարնարան են կպերեմ, Ուրեմն աղցանի ապրանքները ընդհանրապես ինչ որ կտրատում ենք, գրեթե իրար պես պետք է լինեն։ Կարող է մեկ բաղադրիչ նույն չափով չլինի, բայց ընդհանրապես պետք է իրար ընկեր լինեն։ Հիմա այստեղ մենք բուլգարական բղբեղը ես կտրատելու եմ կուբիկներ ու հետո լոլիկը կուբիկներ։ Միշտ փորձեք ինչ-որ ջաշ ընեք, եթե սկակոր մի քիչ ինչքան էլ այստեղ հիմա պանջարեղեն ունենք, որ ինքը շատ հարուստ, անպայման ուզում ես իրան հետ ինչ-որ լիմոնի թթույով հետաքրքիր աղցան ուտել, նամանավանդ լիմոնի հյութով ինչ-որ աղցան երբ որ ուտում ենք, մենք ուդեստը ավելի շուտ ենք մարսում, ինքը ավելի հեշտացում է մեր մարսողությունը։ Կամ կացախ, կամ լիմոնի հյութ կապ չունի, կարևորը սիտրուսային ինչ-որ մի բան։ Լոլիկը այսպես նորեն կուբիկներու Արդեն ես անուխը փերեր եմ, դերևները հանեմ, ստեղ տեսնում եք 2 հատ սխտոր փերեր եմ եւ մի քանի հատ ցիտաբտուղ սև եւ նուր։ Այնքան հետաքրքիր աղցան է ստացվում։ Ես անում եմ ինչպես կանեի դունը, այսինքն ես նայում եմ սարնարանը եւ հետաքրքիր բաղադրիչներ ավելացում եմ էդրոպեին։ Դուք էլ դենց եղեք, ես ձեզ ոգեշնչում եմ, որպեսզի դենց օքեյ, ինչքան է շաղիկի բաղադրատոմսերը նայում եք կամ չգիտեմ որուն բաղադրատոմսերը նայում եք, բայց մեկ-մեկ դուք ձեզի իմպրովիզներ արեք, ասեք լավ, ինչ կլինի, որ շաղը դե էս ասել, բայց ես էս ռոպեին հիմա էսի ունեմ դունը ոչինչ։ Այո, ոչինչ։ Այստեղ սխտորը մանր կտրատելու եմ։ Սխտորն էլ ունենք, զեյթուններն էլ մի հատ կիսենք, արդեն պատրաստ կլինենք։ Տեսակ, ես ոնց եմ ինվենտանում աղցաններ
կամ իմպրովիզ եմ անում։ Այսպես։ Մի հատ այսպիսի բնակ կամ բոլ ավելացում եմ լոլիկը, անուխը, բղբեղը, զեյթունը, սխտորը, չգիտեմ եթե ասեցի, ու նուրը։ Ու խաթրի համար երևի քաս մի հատ նուրը նկարես։ Ավելացում եմ լիմոն կամ լիմոնի ջուր։ Այս ձևը անում ենք, որպեսզի գուտերը մեր ցերքի մեջը հավաքենք։ Մի հատ էլ եմ ջզում լավ։ Ավելացում եմ օրիգանո, աղ, ցիտաբտղից հետ ու խառնում եմ։ Մեր աղցանը արդեն պատրաստ է։ Կարող եք մի հատ փլավին նայ։ Դե ինձ սիրելիներս, ասել էի, որ քաժոն ամենավերջում պիտի ավելացնեմ, այսինքն հնդկական բոբոքը կամ ընգույզը։ Մի հատ լավ խառնում եմ։ Մի հատ ստեղ մաքրենք, հավաքենք, որպեսզի քանք ազատ քեղը մանրացնենք, այդտեն գրեթե մեր փլավը պատրաստ կլինի։ Հոդը, oh my god, սենց հաճարով փլավ երևի կյանքում կերած չկաք։ Հոդ, անուշիկություն, համ, perfect։ Քանի որ մեր աղցանը արդեն պատրաստ է, կարող ենք մատուցելու ափսեին թնել։ Դե ինչ խոսք, մեր անուշիկ Թոնյանայի ափսեներն ենք օգտագործում։ Ավելացում եմ աղցանը։ Կտրատում եմ ազատ քեղը, պատրաստում եմ decoration-ը։ Այսքանը լավ է երևի։ Մանրացնում եմ։ Հիմա բերում եմ մի հատ այսպիսի ափսե, նորեն Թոնյանա է, և այսպիսի։ Եթե ուզում եք և ուզում եք պարզ լցնել, կարող եք նորմալ թքալով լցնել և հյուրասիրել ձեր հյուրերին կամ ընտանիքի անդամներին։ Բայց եթե ուզում եք իմ ձևով անել, հիմա կտեսնեք ես ոնց եմ անում այնքան հետաքրքիր ներկայանալի մատուցում է, որ շատ եք հավանելու։ Իրականում այն կարող եք օգտագործել բոլոր փլավի տեսակներին, որովհետև ինքը շատ սենց անուշիկ ու պատշաճ բան է տալիս, իմաժ կամ image։ Պատրաստ է։ Ուրեմն, ինչ ենք անում։ Լցնում ենք մինչև վերջ, հետո պետք է դափակացնենք։ Մի քիչ եմ լցնում։ Մի հատ այս կտալով դափակացնում եմ։ Ահա, որ դակ է, ես պետք է թնեմ թարցեմ, որ ցերկը չայրի։
Մի քիչ ազատ քեղ, կամ մաղդանոց։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա մեր հետաքրքիր համով ու դեստը արդեն պատրաստ է, տեսակ ինչպես պատրաստեցի հաջարը մսով եւ պանչարեղենով եւ ստեղ մի հատ աղցան պատրաստեցի, սենց արակի վրա, որպեսզի դուք էլ պատրաստեք եւ այլեք։ Առաջ որ փորձեմ, ուզում եմ հիշեցնել ձեզ չմոռանաք հետևել մեր էջերին Facebook եւ Instagram Համի Կախնիկ եւ իհարկե բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի պաղաթրատոմս։ Հիմա ուտում ենք։ Սկսում ենք։ Ստեղից մի քիչ տաք է, կարող է վարվեմ, բայց ոչինչ, ձեր համար կվարվեմ։ Վաու, շատ համով։ Հաջարը շատ է սիրել այդ բոլոր պանչարեղեններին եւ միսին, սոխը արդեն քրեթե հալվել է, չի երևում։ Իրականում գազարը եւ ամենավերջում այն հնդկական բոբոկը ոնց որ ամբողջացնի։ Անպայման պատրաստեք, շատ համով է։ Մի հատ էլ աղցանից ենք փորձում։ Իմ ամենասիրած համերս՝ օրիգանո, սոխտոր եւ լիմոնի հյութ։ Ինչ կուզես տիր, արդեն համով է։ Սրա այդ գիտեք ինչ համով է լինում, կարմիր քինի, հայկական։ Իսկ այս դեպքում ես ունեմ այստեղ քարեի քինի, որը իմ ընկերները պատրաստել են։ Ուզում եմ մի հատ այդ համի հետ մի հատ էլ խմեմ, նայեմ ոնց է։ Վաու։ Անպայման պատրաստեք։ Դե ինչ սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, վաղ կհանդիպենք։